Չդես հայլի թուրքն հեսա դիմաց։ Բարձր խոսենք կլսենք, ասում է շինուհայրցի Կարլեն Վարդանյանը։ Յուղը սահմանամերձ չի համարվում, բայց օդային տարածքով շատ մոտ ենք, ասում է։ Վերջին շրջանում ոչ բարով հարևանները լուռ են, բայց թշնամու քթի տակ ապրելով ինքն ամենալավը գիտի։ Լռությունը դեռ խաղաղություն չէ։ Թուրքի դավերա չկա։ Լսել է ադրբեջանցիները հիմա էլ ուզում են 300,000-ով հավաքվել, գալ Հայաստանում տեղավորվել։ Շատ լավ է ճանաչում նրանց, նախկինում էլ էին այդպիսին, անկուշտ, ձեռքերն ամենուր պարզող։ Եթե բրոսկը տեսավ, հետա գնում, ես եթե ծիծաղեցի դեմը, պերսավարտեր աշկը քեզ ուտում։ Գուցե հիմա փոխվել են, հարցնում ենք, ավելի խաղաղասեր են դարձել, չհավատակ, ասում է։ Ես 3 տարի նած մեջ եմ ծառայել գայտում։ Նած բան ավելի լավ եմ բարմել ես տրամադրությունը մարդությունը իջևի մարդիկ են թուրք տենց։ Հայաստանի հարավային դարպասը պահող մարդկանց համար խոստումները քիչ են, երաշխիք են ուզում, որովհետև գիտեն, տասնամյակներ ձգված թշնամանքն ու ատելությունը մի ստորագրությամբ, մի խոստումով չի հաղթահարվի։ Անվստահելի խաղաղություն ու մապետ։ Լռությունից հետո ելնում է բան, հողմեր են ելնում, ճիշինա Պերեդ բուրի, էձը մի բան կա, էլի, ես անձամբ չեմ հավատում։ Ամեն դեպքում ինձ հալա կասկածելի է, թուրքը մնում է թուրք, ես չեմ վստահում իրենց, ես ուզում եմ ամուր սահմաններ, ուրիշ ոչինչ բան։ Անվտանգությունը պետք է ուժեղ լինես, որ անվտանգ լինես, եթե ուժեղ ես ինչ անվտանգ։ Ամեն րոպել հեն այս ծիրտները թրթռում է։ Ամեն րոպել ապասնի է, վտանգավոր է։ Ինքը որ 50 հատ, 100 հատ ախրանիկով մի տեղ գնում իր համար ապահով է, մեր համար էլ ապահով, հա։ Ասում են թրիփը կբացվի, մարդիկ բարեկեցիկ կապրեն, սյունեցիները պատասխանում են, նախ թող երաշխավորված խաղաղություն բերեն, հետո դռները բացեն։ Թուրքը գալ անեստիստ է ռայոնում, այդ միլիոն տոկոս։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։